Տեղեկություն չունեմ սիրելիներս։ Ինչ? Տեղեկություն չունեմ, այս բան չեմ կարող Իսկ տեղեկություններ կան, որ Հայաստանը նպաստում է զորախմբի ուղարկել։ Սիրելիներս թույլ կտակ անցնեմ։ Տեղեկություն չունեմ, երևի նոր տեղեկություն է, դեռ չեմ հասել ծանոթանալ, որովհետև նիստ էի վարում։ Երեք նիստում չի քննարկվել ԿՊ վարչության հետ։ Ես վարչության անդամ չեմ, սիրելիներս։ Թույլ կտակ գնամ, որտեղ մտամետ թեվը ԿՊԱ-ականների թույլ չեն տալիս։ Անգամ լրագրողներից սիրելիներ չեն Տեղեկություններ կան, որ ԿՊ-ի Պարոն Աշակյան, ԿՊ-ի արևմտամետ թևը ստիպում են Փաշինյանին հորդորում են չգնալ Մոսկվա, որտեղ դա ինքնիշխանության կորուստ կլինի։ Հարգելի գործընկերներ, հիմա սիրելի եւ հարգելի գործընկերներ, հիմա այդ հարցերին պատրաստ չեմ պատասխանել, որովհետև ես ենթադրում եմ, որ իմ լիստը բարելու ընթացքում նորություններ են եղել, որոնց հիմա դուք ձեր եք ասում արկորոշանեք, սա քանի որ արժի գնալ։ Հարգելի գործընկերներ, գնալու եւ չգնալու որոշումը ես չեմ կայացնում։ Ես կարող եմ ասել, որ ես կարող եմ իհարկե ունեմ։ Կարող եմ ասել, որ պատերազմը եւ պատերազմի հաղթանակը հավասարապես նաեւ հայերին է պատկանում, Հայաստանին է պատկանում։ Եվ Հայաստանին է պատկանում։ Եվ դա իհարկե ես կարծում եմ քննարկման ենթակա չի, մենք 300,000 զոհ ենք տվել պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել եւ մենք ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին, այսինքն եթե դուք ուզում եք ինձանից որևէ այլ գնահատական լսել, ես չունեմ որևէ այլ գնահատական, եւ դա հավասարապես նաեւ մեր հաղթանակն է եւ մեր տոնն է։ Եւ խնդրում եմ հիմա ինձ թույլ տալ գնամ, որովհետեւ ես հանդիպում ունեմ եւ իհարկե շատ կարեւոր է, բայց չէի պլանավորել ընդդիմության նախաձեռնությանը։ Դե լավ, ես կարծում եմ մենք շատ լուրջ հարց քննարկեցինք, հետո ավելի անլուրջ շատ անլուրջ հարց է, որովհետև որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու եւ դա անիմաստ աղմուկ է այս ամբողջ կարևոր հարցերի շրջանակներից։ Դժգոհությունը հայրուն կառավարում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, հայրուն կառավարում է։ Շնորհակալություն։ Հատկապես անվտանգային բոլորն են։ Քաղաքապետը որ շարունակի է կապված հատկացեք Ինչու է միջև հիմա պաշտոն առանձին որ դուք այդ հարցով Նիկոլ Փաշինյանին դիմել եք եւ ասեք սխալ են այդ տեղեկությունները եւ իրականությանը չեն համապատասխանում, այդ հարցով ես չեմ զբաղվել։ Բայց նա պետք է պաշտոնական արվի կարծում եք։ Հարգելիներս դա իմ որոշելիք հարցը չի։ Չէ, ներողություն, դուք ասում եմ, որ ես ցանկացած բռնության դրսևորում դատապարտում եմ։ Ես կարծում եմ, որ անընդունելի է նման բան։ քաղաքական որոշումներ Շնորհակալություն հարգելիներս։ Պարոն Աշակյան, բայց ինչ է ազատվել աշխատանքի